աշխարհը նշում է երեխաների պաշտպանության օրը, բայց Հայաստանում սա տոն չէ։ Սա հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաները եւ որքան անկարող է մեր պետությունը պաշտպանելու նրանց։ Մեր երեխաները խաղանու փոխարեն վախով են մեծացել։ Նրանց մանկությունը խեղվել է։ Նրանք չեն ապրում երազանքներով, այլ ապրում են վախով։ Սա տոն չէ, սա մեզ համար ամոթ է։ Բայց մենք չենք կորցրել հույսը, մենք հավատում ենք, որ մի օր կկառուցենք այն երկիրը, որտեղ երեխաների մանկությունը կանցնի խաղաղ ու ազատ, հպարտ, հզոր բանակով ու պետականությամբ։ Իշխանությունը խոսում է իրավունքներից, բայց չի ապահովում անվտանգություն։ Ուր է պետությունը, երբ մանուկը կորցնում է տունը, հորը, դպրոցը եւ հույսը։ Երեխաները պետք է ապրեն խաղաղ, ոչ վախով ու կուտամով։ Պետք է ապրեն լիարժեք ընտանիքով։ Սա է պետության գլխավոր պարտքը նրանց հանդեպ։ Ով չկարողացավ պաշտպանել մեր երեխաներին, պետք է հեռանա։ Ով թույլ տվեց, որ մեր մանուկների մանկությունը կոտրվի, պետք է պատասխան տա։ Մենք չենք ներելու թուլությունը, կործանումը, դավաճանությունը։ Մենք տեսնում ենք Հայաստան, որտեղ երեխան ապահով է իր հարցը, վայելում է ծնողների ներկայությունն ու սերը։ Պատերազմի ճիրաններում չի պայքարում կյանքում մահվան կռվում։ Երեխա, որի իրավունքներն ու ապագան պաշտպանված են հայկական սահմաններում։ Երեխա, ով սովորում է հայկական դպրոցում, սովորում է Հայաստանում լավագույն կրթական ծրագրերով, ապրում է ամուր սահմաններ ունեցող պետության մեջ, այլ ոչ թե թշնամուց բաժանվում պատի ուղղակի այս կողմում։ Մեր երեխաները պետք է մեծանան հայկական հզոր բանակում ծառայելու, հայրենիքի համար ապրելու եւ հարկ եղած դեպքում անգամ կյանքի գնով հայրենիքի սահմանները պահելու գաղափարներով։ Իսկ նրանք, ովքեր մեր երեխաների իրավունքներն ու ապագան ազդում են թուրքական յաթաղանին, պետք է հեռանան։ Մենք չենք կարող լռել։ Մենք եկել ենք ասելու, որ կոպահած երեխաները դատախվեցին իրենցից խաղալիքները դատախվեցին սեփական արյունով։ Կոպահած իրավունքները ոտնահարվում են, ոտնահարվելու են, ոտնահարվում են հենց հիմա բոլորի կողմից։